Դե ինչ լսեցինք երաժշտություն, վերադարձանք եւ մեր տաղավարում է մեր այսօրվա առաջին հյուրերը։ Ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարի պետական անսամբլը ներկայացնում է «Պարում է Պարի պետականը» մեծ համերգային ծրագիրը։ Հայկական Պարի ուժը, լեգենդար պատմությունն ու ժամանակակից շունչը մեկ բեմում։ Մեր տաղավարում են Հայաստանի Պարի պետական անսամբլի պարախմբի արտիստներ Արտավազդ Մելքոնյանը, Գարիկ Պետրոսյանը, Լուսինե Տիգրանյանը եւ ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի հանրային կապերի համակարգող Վիգեն Պապոյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Միանգամից սկսենք խոսել համերգի մասին, պատմեք մի փոքր համերգի գաղափարի մասին, ինչպես ծնվեց եւ որքան ժամանակ է արդեն աշխատում եք համերգային ծրագրի վրա։ Համերգը ուրեմն ասենց ասեմ։ Մեր ամենամսյա համերգների շարքից է, հուլիս ամսին արդեն երրորդ համերգն է լինելու։ Համերգը բաղկացած է մեր շատ սիրված համարներից, ինչի ոչ միայն մեր, նաև ժողովրդի կողմից արդեն շատ սիրված, եւ հին համարներից եւ նոր բեմադրված համարներից նորություններ ունենք այս համերգին եւս, ինչպես գրեթե ամեն համերգի, այնպես որ մեր հանդիսատեսին հյուրերին հրավիրում ենք սիրով, սպասում ենք այսօր երեկոյան ժամը 7-ին։ Մենք գիտենք, որ ամեն անգամ դուք ներկայանում եք տարատեսակ համերգներով, պարբերաբար հիացնում եք ձեր հանդիսատեսին, եկեք հասկանանք, թե այս համերգը ինչով է տարբերվելու մյուսներից։ Լուսինե։ Համերգը կտարբերվի նրանով, որ կլինեն նոր բեմադրություններ, այն հանդիսատեսը, որը մի քանի համերգ ներկա չի գտնվել մեր համերգներին, կտեսնի բազմաթիվ նորություններ, նոր բեմադրություններ, նոր զգեստներ, նոր շունչ, այսպես ասած Պարի պետականը լրիվ ձևափոխվել է, նոր շունչ, լինելու են նաև այցեկար դարձած համարներ, ինչպես բերդն են, կինտոնները, կակաչները, սուսերով պարը, այնպես էլ ունենք, ինչպես նշեցի, բազմաթիվ նոր բեմադրություններ, Ղայթարմա, Կարոտ, Երևան, Համշենյան մտորումներ, Զարթոնք, որը նոր է վերաբեմադրվել, նոր հագուստներ, նոր շատ գեղեցիկ համար է, այսպես։ Բնական է, որ Պարի պետական անսամբլում Գագիկ Կարապետյանի դերը շատ կարևոր է, նշանակալի է, բայց կուզեմ ձեր շուրթերից լսել, այ ինչպիսին է անսամբլի մասնակիցների համար։ Պարոն Կարապետյանի հետ աշխատելը դա մեծ պատիվ է ամբողջ արտիստական անձնակազմի համար, մեծ ոգևորվածությամբ ենք ամեն օր աշխատում նրա հետ, նրա ստեղծագործական կյանքի հետ, նրա բեմադրություններում ամեն բեմադրություն տարբերվում է յուրովի, մեկը մյուսից, թե տղաների առումով, թե աղջիկների առումով, եւ ինձ թվում է բոլորն էլ ուրախ են նրա այդ աշխատանքի համար։ Պարի պետականը բավականին ակտիվ է, ոչ միայն այս շրջանում, այլ նաև տարիներ շարունակ արդեն, ու այս տարիների ընթացքում արդյոք Պարի նկատմամբ հետաքրքրությունը հասարակության շրջանակներում աճել է, թե նվազել է։ Բնականաբար կարող եմ պատասխանել, որ աճել է, նախ դուք մի հետաքրքիր հարց տվեցիք, թե ինչպես է առաջացել գաղափարը, համերգային ծրագրի, դա եղել է 68 տարի առաջ, 1958 թվականին եւ մինչ այսօր Պարի պետականը անդավաճան պահպանելով իր ամբողջ արժեհամակարգը շարունակում է ներկայանալ հանդիսատեսին եւ ամեն անգամ չի դադարում զարմացնել, որովհետեւ 2022 թվականի դեկտեմբերից սկսած, ինչ անսամբլը անցավ ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի կազմ, ազգային կենտրոնը սկսեց բավականին աշխատանքներ տանել Պարի պետական անսամբլի եւ առհասարակ մեր մյուս անսամբլների, որոնք կենտրոնի կազմում են, թե բրենդինգի ուղղությամբ, թե փաթեթավորման ուղղությամբ, թե ավելի ժամանակակից ձևերով հանրությանը ներկայանալու ուղղությամբ եւ որպես սոցիալական կայքերի եւ հանրության հետ կապերի համակարգող կարող եմ շեշտել, որ Պարի պետականը արդեն 2 տարի շարունակ մեր, այսպես ասած, հաշվարկներով երբ առաջնորդվենք, միշտ առաջի տեղում է ու բավականին մեծ հետաքրքրություն կա, օրինակ անցած տարի անսամբլը դիտվել է մեր էջերում սոցիալական 14 միլիոն անգամ, դա փաստում է այն մասին, որ թե անսամբլի, թե առհասարակ հայկական Պարի նկատմամբ հետաքրքրությունը եւ շատ մեծ է եւ նաեւ շատ հետաքրքիր մի փաստ կարող ենք արձանագրել, որ Պարի պետականը շարունակում է թելադրել ոչ ամբողջ ոլորտին, թե ինչու հիմա կարող եմ բացատրել, որովհետեւ շատ հայկական պարախմբեր, թե Հայաստանում, թե Սփյուռքում սկիզբ առած մեր համերգային, ասենք,
բանից պաստառից, որը տեղադրվում է եւ սոցկայքերում եւ անգամ թատրոնի շենքին է փակցում, կա նմանակում թե տարազների, թե վաների եւ շատ սիրով անգամ նոր բեմադրությունները շատ արագ փորձում են վերցնել եւ յուրովի ներկայացնել։ Դա նրանից է գալիս, որ Պարիպետականը շատ անկեղծ է իր հանդիսատեսի հետ եւ շատ ջերմություն է պարգևում հանդիսատեսին եւ ամբողջ ոլորտին առհասարակ։ Բայց դա լավ է թե վատ է, թե կա հեղինակային իրավունքների խախտում այստեղ, որ բեմադրությունները վերցնում են եւ փորձում պատճենել։ Բնականաբար հեղինակային իրավունքներ կան, որոնք պաշտպանված են ազգային կենտրոնի կողմից, դրանով արդեն եթե անհրաժեշտությունը լինում է, մեր համապատասխան բաժինները զբաղվում են, բայց մենք կարծում ենք նաև ինչ որ առումով դա խրախուսական է, որովհետև մեր ազգային պարարվեստն է քարոզվում եւ եթե ոգեշնչվում են Հայաստանի Պարիպետական անսամբլից, Հայաստանի Երգի Պարիպետական անսամբլից, Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլից, մեր ազգային կենտրոնի համար դա միայն ուրախալի փաստ է։ Եթե ես ճիշտ հասկացա, խոսեցիք բեմադրություններից, ծրագրում կլինեն նոր եւ լեգենդար արդեն իսկ բեմադրություններ։ Մի փոքր պատմեք ծրագրի մասին առասարակ, ինչպես կարողացաք համադրել լեգենդար բեմադրությունները եւ ավելի նոր բեմադրությունները, ավելի մանրամասն փորձենք խոսել դրա մասին։ Դե պարոն Կարապետյանը փորձում է նոր շունչ բերել անսամբլին եւ նրա նպատակն է, ինչպես ասում է, ամեն անգամ հանդիսատեսը գա եւ նորություն տեսնի։ Իհարկե հանդիսատեսը սպասում է լեգենդար դարձած համարներին, կակաչներին, վերջ, սուսերով, կինտոներ, բայց նոր շունչ է, նորություններ են տեսնելու, որովհետեւ ունենք բազմաթիվ նոր բեմադրություններ, խայթարմա, կարոտ, ունենք վերաբեմադրված համարներ, Հայաստան, Զարթոնք, որոնք նոր շունչ են ստացել։ Մենք այստեղ միշտ հյուրընկալում ենք մեր տաղավարում ավելի երիտասարդ պարողների, բայց սերունդները բավականին շատ են Պարիպետականում, այ սերունդների իրար հանդեպ վերաբերմունքը, շփումը սերունդների մեջ ինչպիսին է։ Շատ լավ։ Չեն լինում բախումներ։ Չէ, բախումներ չեն լինում, փորձում ենք ավելի կրտսել սերունդին, ավելի ջերմ ընդունել, ավելի ուղղորդել, խորհուրդներ տալ, այսպես։ Իսկ ընդհանուր առմամբ քանի մասնակից կա համերգի շրջանակներում։ Կա երաժշտական խումբը եւ պարողների խումբը, ընդհանուր բավականին մեծ է մասնակիցների թիվը, քանիսն են։ Մոտավորապես 60 հոգի կլինենք, ինչպես նշեցիք, աղջիկներն են, տղաներն են, պարող-պարոհիները եւ երաժշտախումբը։ Մոտավորապես 60 հոգի զբաղված է ամեն համերգի։ Բավականին մեծածավալ աշխատանք է տարվում յուրաքանչյուր համերգից առաջ փաստորեն։ Եվ ուզում էի նշել, որ Պարիպետականը տարբերվում է նրանով, որ համերգը ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ, նվագախումբը, որտեղ մեր վարպետները ունենք լեգենդար վարպետներ, որոնց հետ աշխատելը իսկապես մեծ պատիվ է, եւ դրանով է տարբերվում է հենց Պարիպետական անսամբլը, որ համերգը տեղի է ունենում կենդանի երաժշտության ներքո եւ ունենք հանդիսատես, որ գալիս է հենց նվագախմբի համար, այսպես ասած։ Այվիգեն, օրինակ, բարի նկատմամբ հետաքրքրվածությունը երիտասարդների առհասարակ հասարակության կողմից էր, կարծիքով ինչով է պայմանավորված վերջին շրջանում։ Առհասարակ ոչ միայն վերջի շրջանում, այլ մեր ամբողջ պատմության ընթացքում միշտ էլ հետաքրքրությունը բարի նկատմամբ բավականին բարձր է եղել, որովհետև մենք, ինչպես բոլորը գիտեն, պարող ազգ ենք եւ իհարկե հիմա աշխարհում կա տենց, չեմ ուզում ասել, որ միֆ, որ մի այլ ազգ է պարող համարվում, բայց մենք ավելի պարող ազգ ենք եւ ավելի շատ պարեր ունենք, որովհետև հայկական պարարվեստի պատմությունը բավականին ընդգրկուն է եւ այն շուրջ պարերի եւ առհասարակ պարերի քանակը, որոնք մենք ունենք գրառված, գրեթե որևէ ազգ չունի այդ քանակությամբ եւ դա արդեն ամեն ինչ ասում է ու այսօր էլ հատկապես երբ մեր անսամբլները կենտրոնի կազմում գործող հանդիսատեսին ներկայանում են նորարարական մոտեցումներով, այսինքն նոր գեղարվեստական լուծումներ կան թե խորեոգրաֆիկ առումով, թե երաժշտական, թե տարազների, թե լուսային ձևավորման, թե անգամ սոցհարթակներում ներկայացման, արդեն երիտասարդները սկսում են հետաքրքրվել։ Իհարկե մենք ունենք ոլորտում այս պայդության մեկ խնդիր, դա երիտասարդ տղաների խնդիրն է,
որ Կարծում եմ դա միշտ է այդպես եղել։ իրականում գնալով սկսել է նվազել, բայց մենք հիմա փորձում ենք ամեն ձև սկսել այդ քարոզը, որ պարարվեստով զբաղվելը շատ կարևոր է եւ հատկապես տղամարդկանց եւ տղաների համար շատ մեծ ապագա կա այս ոլորտում եւ պետք է ինչու ոչ հենց այս ոլորտով առաջ շարժվել ու ավելի շատ տղաների հոսքը մեծանա դեպի պարարվեստ, հատկապես հայկական եւ դասական պարերի ուղղվածությամբ։ Շատ լավ, միանշանակ համաձայն եմ։ Կարծում եմ կարող ենք հիշեցնել համերգի ժամը եւ վայրը, որովհետեւ համերգը տեղի ունենալու այսօր։ Հիշեցրեք, խնդրում եմ, համերգի տեղը եւ ժամը, որպեսզի մեր հեռուստադիտողը կարողանա գալ։ Հուլիսի 28-ին ժամը 19:00 Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ակադեմիական թատրոնում մենք սիրով կսպասենք մեր համերգին, լեգենդար Հայաստանի Պարի պետական անսամբլի համերգին, Պարում է Պարի պետականը խորագրով։ Հրաշալի, կարծում եմ մեր հեռուստադիտողը ունի հնարավորություն վայելելու այս լեգենդար համերգը, իսկ մենք անցնենք առաջ եւ շարունակենք մեր թողարկումը։ Մնացեք մեզ հետ։